Յոլչյան Production-ը ներկայացնում է Յոլչյան Production Կարեն Սարիբեկյանի պես անձիկ պետք են ոչ միայն մեր քաղաքին, այլ մեր երկրի համար։ Կարենը ամբողջովին նվիրվեց մեր երկրի ազատագրական պայքարին։ Սարիբեկյանի տեսակը մեր ազգին շատ է պետք։ Շատ պակաս ունենք այդ տեսակի։ Ինքը եղավ ծառայող իբրև իրեն վստահված այդ ամենը։ Մեկ անգամ ճանապարհ ես գնում, եւ այդ մարդը քո դուրը չի գալի, քո սրտովը չի։ Երկրորդ անգամ այդ ճանապարհ, ուրիշ ճանապարհ կամ ճանապարհ ընդհանրապես չես գնում։ Իսկ ես անընդհատ հաճույքով նրա հետ տարբեր ճանապարհ եմ գնացել, տարբեր իրավիճակներում ենք եղել եւ այլն։ Եվ միշտ Կարենին զգացել եմ մեջքիս պինդ կանգնած։ Որպես ընկեր իմանան նեղնես կգա գասնի ջիգյարով իր այդ քաղցր խոսքով ամեն ինչով ես հարգում եմ այդ մարդ կոչվածին, Կարեն կոչվածին, իրոք մեծատառով մարդ է ինքը։ Անձամբ ես հպարտ եմ, որ եղել եմ իր վստահված անձը։ Ջոկատի տղաներին նույնպես ճանաչում եմ, մեկ ընտանիք համախմբված Սարիբեկյանի շուրջ պատրաստ ցանկացած խնդիր կատարելու, բոլորը մեկ հայրենասիրական գաղափարով տոգորված եւ ժամանակի ընթացքում հետագա տարիներին մինչեւ որս էլ բոլորի հետ առնչություն ունեն սերտ կապեր եւ փոխհարաբերություններ հասկացել են, որ դա Սարիբեկյանի մարդ տեսակի, նրա հայրենասեր տեսակի, նրա հայրենիքի նվիրվածության, ընկերության համար ոչինչ չխնայող, ազգի համար ոչինչ չխնայող մարդու տեսակա, որի շուրջ չհամախմբվել չմեծարել հնարավոր չի։ Սարիբեկյանի կողմից կազմակերպեց շատ լավ նախաձեռնություն ծառատունք, որին ակտիվորեն մասնակցեցինք ամբողջ դպրոցով։ Ով ինչ հարցով դիմել է իրան, ինքը բոլորի խնդրանքը կատարել է։ Բոլորին հասել է։ Ես ինձ համարել եմ իրենց ընտանիքի անդամ եւ երբեք ինձ ավել չեմ զգացել իրենց տանը։ Ինքը իսկապես է ծնողների հանդեպ սերը կարելի ասել վերածել իրոք այն ծնողապաշտության։ Ես այսօր լիդատոտան բախտավոր կինա, որ ասենք Կարենի պես զավակ ունի, ես գիտեմ, որ ինքը էլի մորնակատման փոքատար, բայց ես կուզեմ նշեմ հատկապես, թե Բարեշ պապա, երբ որ մի քիչ առողջական խնդիրներ ուներ,
թե ինչ ձևի, ինչ հոգատարությամբ էր ինքը եղել իրանց տանը, ասենք բնության մեջ կամ այլ որևէ տեղ հացի սեղանի շուրջ միշտ աչքը չէր կտրում, ասենք հորից, որ հանկարծ մի բանի կարիք ունենա ու ասենք արագ չարձագանքել։ Ես որպես ղեկավար չեմ Կարենին ճանաչել։ Ես Կարենին որպես ընկեր, մենք մոտիկ մտերիմ ընկերներ ենք։ Ես Կարենին նաև որպես պատգամավոր չեմ ճանաչել։ Ես Կարենին ճանաչել եմ, որ ցավը տանեմ ոնց ես, ես այդպես եմ Կարենին ճանաչել։ Մենք շատ մտերիմ ընկերներ ենք, բարեկամներ ենք, համախոհներ ենք։ Սարիբեկյանը մեծացել է մեր թաղամասում, իմ աչքի առաջին իր երիտասարդ տարիները, նաև մանկությունը եւ երբ որ ստեղծվել է հանրակացարանը, ինքը անընդհատ եղել է մեր կողքին։ Ինքը էլեկտրոցանցի տնօրենն էր, այդ ժողովուրդը նոր եկած ժամանակ բոլորն է խնդիրներ են ունեցել, բոլորին անհատական օգնություն է ցույց տվել, կազմակերպել են ընդհանուր շենքը լուսավորելու բոլոր խնդիրները, որից հետո ինքը տեխնացություն ա դրել ազգային ժողովի պատգամավորի, բոլորս մեծ սիրով, մեծ ուրախությամբ, ճանաչելով իրեն եւ հարգելով, բոլորս մեր ձայնը տվել ենք։ Քաջա հենց մեկն էլ այդ երեխան էր, որի համար ես ասացի, որ նրան երկու անգամ նրա վիրահատությունը կազմակերպել է իր աջակցությամբ, իր անմիջական գումարային բոլոր ծախսերով, այդ կազմակերպել էր ինքը։ Նա նույնպես ներառական կրթության անդամ էր այդ երեխան։ Պարոն Սարիբեկյանը շատ մեծ աշխատանքներ ա կատարել բազում թաղամասում, նույնիսկ մանկապարտեզի համար նվերների տեսքով, նոր տարուն երեխաների համար տոպրակներ, աշխատողներին մարտ 7-ին, ապրիլի 7-ին նվերներ, նույնիսկ ես ինչքանով տեղյակ եմ, բազում թաղամասում զոհվածների ընտանիքներին էլ նվերներ մթերքի տեսքով օգնություն ցույց տվել, ես ինքը զոհվածի մայր եմ, անձամբ ես ստացել եմ այդ նվերներից, բազում թաղամասում չունե, որ ընտանիքներին է օգնել, էլի մթերքի տեսքով, մասնակցել ենք, մենք մանկապարտեզի աշխատողներով մասնակցել ենք ծառատունկին, որը ինքն էր կազմակերպել, բազում թաղամասը ծայրից ծայր, ծառեր տնկե, մենք մանկապարտեզի անունից մենք էլ ենք մասնակցել, ծառեր ենք տնկել այդտեղ։ Ես ուզում եմ Կարեն Սարիբեկյանի մասին ասել, որ իմ պաշտոնավորման, ոչ միայն իմ պաշտոնավորման ժամանակ, այլ նաև դրանից առաջ, երբ ես ուսմասվար էի, նա դպրոցի կառավարման խորհրդի նախագահն էր։ Եվ այդպես էլ եղավ ամբողջ իմ պաշտոնավորման ընթացքում։ Նա այդ ընթացքում բավականին շատ բարեգործություններ կատարեց դպրոցի եւ դպրոցում սովորող երեխաների համար։ Անկախ նրանից նորից եմ ասում, ճանաչել է, չի ճանաչել, այն պատգամավոր ժամանակ գալիս էին ասում են վատ ենք ապրում, էլի մի բանով աջակցում էր։ Ինքը հնարավորություններ այն ժամանակ շատ ուներ, միշտ աշխատում էր աջակցի։ Ես եղել եմ իր վստահված անձը ընտրությունների ժամանակ եւ ղեկավարել եմ իր նախընտրական շտաբը։ Հանդիպումների ժամանակ ինքը ուսանողական թաղամասում, որտեղ որ ինքը ապրել, մեծացել է, բնակիչների հետ այսպիսի արտահայտություն արա, որ ես ձեզ առանձնապես ինձ ներկայացնելու ոչինչ չունեմ, դուք իմ ժողովուրդն եք, ես ձեր մեջ ապրած մեծացած երեխան։ Հիմա ես հիշելով իրեն այդ նախադասությունը, ուզում եմ հակազդեմ, որ հիմա ինքը մերն է, մենք իրենը։ Կարեն Սարիբեկյանի հետ ծանոթացել եմ 1998 թվականից, այդ ժամանակ իմ հայրիկի մահից հետո ինքը իմ համար ավելի շատ եղել է որպես հայր։ Իմ կյանքի բոլոր կարևոր առիթներին, կարևոր եւ ոչ կարևոր առիթներին ինքը ներկա է եղել ու ինձ ծնողի պես հոգ է տարել, ես իմ խնդիրները կարողացել եմ կիսվել իր եւ իր ընտանիքի հետ։
Գորգոս ջան, ես երկար ժամանակ չխոսեցի։ Այսօր ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլորին, ձերի ուսուցչուհիներ, հանձնել ձեզ, ձերի տնօրինություն դպրոցի, հանձնել ձեզ, ձերի մեր բանկի աշխատակիցներ, հանձնել ձեզ, եւ մնացած մեր բոլորին, ովքեր որ մեր կողքը այսօր կային, ձեզ շնորհակալություն եմ բոլորին, եք ջուշուտի, եկին այսօր, դուք միշտ լսել եք, մեր ուսանիքները մենք նասին ենք արել, ու ոչ մեկը չեք մոռանում, չեք և մոռանում, ակավ նրանց դեր այսօր որներ, ով որներ արետնում, ով ինչ պաշտոնի նրանք պատասխանում։ Ես շնորհակալ եմ ձեզ, եք ջուշուտի, շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ իմ բարեկամներին, որոնք ինձ այսօր իմ կողքը ստանած են, շնորհակալ եմ իմ ծնողներին, որ իրանք ինձ հնարավորություն են տվել, որ ես երեցիկ հարսանիքը դատար ացել, շնորհակալ եմ, ամայել միասին, շլով կողջեմ ենք, բոլորդ շնորհակալություն եմ ասում, և ուզում եմ, որ շեր անայք ասում։ Ստեղծել զույգ երում եմ, նախքին եմ, որ ամուսնացնել ենք, ես հավինում եմ բոլորին թողնան ստեղ, Աննա, Արմեն եկեք ստեղ, թող բոլոր ով ստեղ են ներկա, թողնան ստեղ, ուրեմն ես են զույգ եկել, որ մի տարի, երկու տարի առաջ ամուսնացնել են, զույգի կեսը, դրա համար այսօր մեր սիրելի աղջիկներն է ստեղ։ Ես ձեզ բոլորին երջանիկ կյանք ցանկանում եմ, հաջողություն, ու ես խոստացել եմ, որ մանդատը պետք է փակի։ Պետք է մինչև երեխան ամուսնացնենք ու փակի։ Ես շնորհակալ եմ այս մարդուն, իրոք, որովհետև երեխեքին դաստիարակ եղել իր երեխեքին պես։ Մեր արածը շատ քիչ է, չնչի բաները, ամենուր ինքն է երեխեքի եկել։ Տելավ, բայց այս մարդը անում է ամեն ինչ։ Աշիկ ջան, շնորհակալ եմ քեզնից ամեն ինչի համար։ Մենք պարտավոր ենք այս երեխեքին, որ կողքը կանենք, հնարավորություն չափով ինչ մենակ դիսենք իրանցին։ Դե իմոց ստացվի, դա ստացվի, աստված կտամենա մենք աստուկան պրգը դատարենք, աշինյա։ Թող աստված եզերկար հարություն դա, հաջողություն դա, դու կոլեկտիվի հետ միասիր, ձերի կոլեկտիվ, ես ես շատ հարազատ մարդ եմ, դուք են ինձ, ես ես բոլորին շատ սիրում ու հարգում եմ, թող աստված ձեզ երկար կյանք տա, որովհետև դուք դժվար աշխատանք եք կատարում, մի մարդ երկու երեխա ունենում չի կարող դաստիարակի, դուք պատկերացրեք 115 երեխա ու տարբեր մարդկանց երեխեք, տարբեր հոգեբանություն, տարբեր բնավորություն, ես խոնարհվում եմ ձեր առաջ բոլորին, դուք ծանր աշխատանք եք կատարում, ես շնորհակալություն եմ ասում ձեզ բոլորին, երկար կյանք, հարություն ունի ձեզ, հաջողություն ունի, եւ սանը ուզում եմ ավարտել ու իպես բալեք եւ նայել մանկատար մյուս երեխեքը լավորորդ եկեք ստեղ։ Սպաշտոն իմ փառավոր առնեմ, ասել է թե ինչ որ ինձ վստահված է, ես ջանում եմ, փութում եմ լավագույնս կատարել։ Աթենց տուն, աթենց բնակիչ չկա, որ մի հացով դիմացլի ու մերժված լինի։ Անգամ գերեզմանի հարց լուծել, անգամ ամեն ձևի օգնել, այս մեր բազում թաղամասն համերգներ ապերեն, մատաղարել, աթենց բան չկա, ծառատունք են կարել, բոլորը կարենի շնորհիվ։
Ուղղակի չեք պատկերացնել նրա այս նախկին պատգամավոր ու այսօրվա տարբերությունը մեր տարածքը անդերության է մատնված։ 2 տարի է ինչ ճանաչում ենք Կարեն Սարիբեկյանին։ Այդ կարճ ժամանակահատվածում կարողացանք Կարենի մեջ տեսնել Պողոս Արաքյալի մեջ բերված այդ խոսքերը։ Առաջինը գիտակցություն, անձ ով ունի գիտակցություն, որը հին աշխարհից մինչև այսօր էլ բոլոր իմաստասերները, մտածող մարդիկ տանջել է այդ հարցը գիտակցության վերաբերյալ։ Ճանիր ըստ քեզ, ճանաչիր քեզ։ Եթե մարդ ունի գիտակցություն, հետևաբար Աստված նրան առավելով պետք է տա։ Առաջինը այդ հատկանիշներ, որ Կարենի մեջ մենք տեսանք։ Երկրորդը պաշտոն բառը այստեղ ներկայացված է նախնական իր իմաստով, սակայն այսօր պաշտոնը գլխի վեր շուռ է եկել եւ այլ իմաստ ունի, լրիվ հակառակ իմաստը։ Սկզբնական շրջանում բարգիրքը, հայկազյան բարգիրքը ասում է, որ պաշտել զաստված նշանակում է ծառայել Աստծուն, հետևաբար պաշտոնյա կամ պաշտոն բառը ծառայել է նշանակում, իսկ պաշտոնյան ծառայող։ Հետևաբար Կարեն Սարիբեկյանի մեջ երկրորդ հատկությունը տեսանք պատասխանատվություն իրեն վստահված աշխատանքների մեջ։ Նա չեղավ ոչ միայն պաշտոնյա, ով ունի հեղինակություն, ով ունի իշխանություն իր ստորադասների նկատմամբ։ Կարենը նվիրում ունի, նվիրում մտերիմին, նվիրում երկրին, նվիրում ընտանիքին, շրջապատին, այդպիսի մարդ է Կարենը։ Ես շատ կուզենամ, որ բոլորս Կարենին այդ տեսանկյունից միշտ ներկայացնենք, թե չգիտեք ինչ, միտեղ կարող ենք ասել գործի մարդ, միտեղ կարող ենք ասել պաշտոնյա եւ այլ։ Դրանք կանցողիկ բաներ են, գալիս եւ գնում են, իսկ մարդկային լավ հարաբերություն մնայուն է։ Ես կարծում եմ, որ Կարենն այդպիսին է, որի մոտ միշտ մնայուն մարդկային հատկանիշ կա։ Միջև վերջ հարազատին, ընկերոջը, երկրին, գաղափարին նվիրվելու մարդ է նա։ Ես Կարենի հետ շատ երկար տարբեր ճանապարհներ եմ անցել։ Իմ երիտասարդ տարիներից սկսած իմ ընկերն է Կարենը Սարիբեկյան եւ մենք իրար հետ իրականում շատ լուրջ ճանապարհ ենք անցել։ Կարենը իհարկե ունի բազմաթիվ դրական հատկանիշներ, բայց ես ուզում եմ կենտրոնանալ զուտ 2 կարևոր հատկանիշի վրա։ Դա ընկերասիրությունն է եւ հայրենասիրությունը։ Իրականում Սարիբեկյան Կարենի մեջ ընկերասիրությունը ամենաբարձր մակարդակի վրա է։ Եվ մենք երիտասարդ տարիներից ընկերներ լինելով պետք է ասեմ, որ Սարիբեկյանի առաջարկությամբ մենք նաև աշխատանքային ընկերներ ենք դարձել եւ ինքը երբ որ դեպետ մասնաճյուղի տնօրենն էր, ինձ առաջարկեց, որ ես լինեմ Թումանյան մասնաճյուղի տնօրեն եւ մենք ճիշտ է կարճ ժամանակ, բայց նաև աշխատանքային ընկերներ դարձանք եւ այդ աշխատանքային ընկերությունը վերածվեց նաև իհարկե կյանքի ընկերության եւ մինչ օրս այն շարունակվում է։ Ընկերասիրությունը Սարիբեկյանի համար, կրկնում եմ, իրականում իր կյանքի ամենակարևոր կետն է, որովհետեւ ինքը պատրաստ է յուրաքանչյուր ընկերոջ համար անել անհնարինը։ Իսկ ինչ վերաբերվում է Սարիբեկյանի հայրենասիրությանը, ապա ոչ միայն ես, այլ իրեն ճանաչողները կվկայեն, որ ինքը երբեք չի սպասել, որ իրեն հրավիրեն հայրենիքը պաշտպանելու։ Առաջին օրվանից եղել է առաջնագծերում, որովհետև դա իր արյան մեջ էր։ Եվ այս առումով Սարիբեկյան Կարենին չգնահատել, չարժևորել, նրա արածը Հայաստանի Հանրապետության համար, Լոռու մարզի համար, իր բոլոր ընկերների համար ուղղակի ճիշտ չի լինի։ Եվ Սարիբեկյան Կարենը այն օրինակելի ընկերն ու հայրենասեր հայրն է, ումից կարելի է օրինակ վերցնել, ով շատ-շատերի համար օրինակելի անձնավորություն է։ Ես գիտեի հայոց լեզուն արուստ է շատ, բայց հիմա փորձում եմ բնութագրել եւ բառեր եմ ման գալի, որ կարողանամ այդ մեծության այդ մարդ տեսակին, այդ հայրենասեր տեսակին հավուր պատշաճի բնութագրել։
շատ հայրենասեր հայ, Սարիբեկյանի տեսակը բնութագրելուց պետք է մարդ հասկանում է ինչա նշանակում ընկեր, նվիրվածություն ընկերների, նվիրվածություն կոլեկտիվի, նվիրվածություն շրջապատի, նվիրվածություն են մարդկանց, ովքեր իր կողքն են։ Իմ լավագույն ընկերն է, ես այս պատերազմում շատ կորուստներ ենք ունեցել եւ հայ ազգը եւ հայ ժողովուրդը եւ ես ինքս ընկերներ, ենթականեր, զինակիցներ, տարբեր կորուստներ, բայց ունեմ նաեւ ձեռքբերումներ։ Իդեմս Սարիբեկյան Կարենի նման լավ ընկերոջ եւ իր շրջապատի ջոկատի տղաների, դա մեր ձեռքբերումներից մեկն է։ Ես կցանկանայի, որ առողջություն լինի Սարիբեկյանին, շատ ապրի, երկար տարիների կյանք, ստեղծագործական մեծ ջիղ ունի, շատ մեծ նպատակներ ունի, մենք բարբերաբար զրուցում ենք, հզոր բանակ, հզոր պետություն տեսնելու, այդ ճանապարհին ոչինչ չի խնայում, անկեղծ ոչինչ չի խնայում, դա ես գիտեմ, շատ մարդիկ գիտեն իհարկե, նպատակներ ունի ունենալ շատ մարտունակ, ամեն ինչով ապահովված ջոկատ, պատրաստ ստորաբաժանում Աստվածի մի արածը ինչ-որ ուղղությամբ խնդիր առաջանալու դեպքում լծվելու այդ խնդրի կատարման։ Ցանկացած սահմանային լարված իրավիճակում հրոպեներ հետո Սարիբեկյան արձագանքում է, անտար ինչ կա, որտեղ դուրս գանք, ինչ անենք, ինչա պետք, ինչ խնդրի պետք։ Զգում ես, որ մի ամբողջ ուժ, կարողություն, որը դու ստգացել ես նաև մարտի դաշտում, կանգնած է պատրաստ ցանկացած պահի սպասում է հրամանի, որ նետվի այդ գործանքի մեջ եւ փորձի փոխել ինչ-որ ուղղությամբ ելք վճռել կամ կատարել մարտական խնդիր։ Մենք ցավոք սրտի տեսել ենք նաեւ մարտի դաշտից կամ սահմանամերձ բնակավայրերում բնակվող մարդկանց, ովքեր թողեցին իրանց խնդրի կատարումը եւ հեռացան, եւ դրան հակառակ տեսել ենք նաեւ Սարիբեկյանին, իր տեսակը, իր համախոհներին, ովքեր թողեցին ամեն ինչ եւ եկան մարտի դաշտ վերադառնալու ոչ մի հույս չունենալով։ Շնորհակալ եմ Պետրոսյան Ռազմիկին, որ ճանաչում եմ Սարիբեկյան Կարենին, որ ունեմ Սարիբեկյան նման լավ ընկեր, պատիվ ունեմ եւ ուրախ եմ, որ այս տարիների ընթացքում կարողացել ենք այդ ընկերությունը ամրապնդել, ընտանիքներով մտերմություն անել, հույս ունեմ եւ հավատացած եմ, որ դա շարունակվելու է երկարատև, ավելի ամրապնդվելու մեր ընկերությունը եւ համագործակցությունը։ Իրա մարդ տեսակն է, որ անգամ պաշտոնը եղել է պաշտոնների ազգային ժողովի պատգամավոր, կյանքում չփոխվեց։ Իրեն ոչ մի պաշտոն չփոխեց։ Ինքը հանդիսանում է քաջ զինվորը, մարտիկը իր երկրի։ Աստվածային այն պատգամը, որ ասում է Ադամին նշանակեց դրախտի պատասխանատու, իրեն տեր եւ պաշտպան նշանակեց։ Ահա այդ ընկալումով է, որ Կարեն Սարիբեկյանը վերաբերվում է իր հայրենի երկրին, եւ տիրոջ, եւ պաշտպանին։ Դրա վառ ապացույցը 90-ական թվականներից Արցախյան առաջին պատերազմ, երկրորդ պատերազմին, երրորդ պատերազմին մինչեւ այս վերջին սեպտեմբերյան մարտական գործողություններին իր մարտակից, գաղափարակից ընկերների հետ կանգնած էր սահմանագծում հայ զինվորի կողքին, պաշտպանելով եւ տեր կանգնելով իր հայրենիքին եւ իր սրբություններին։ Ահա այս հատկություններն է, որ շատ կարեւոր է մարդու մեջ ունենալ մարդ ինքն, այսինքն տիրավանդ այն խոսքերը Կարեն Սարիբեկյանը լավագույնս է հասկացել եւ ծառայեցրել է իր կյանքի ընթացքում։ Պետք էր գնալ ինչ-որ մի դիրք, պետք էր գնալ մի հատված, որտեղ ուրիշ ոչ մեկը չէր գնում, պահել, փայփայել, Կարենն այդպիսին էր։ Կարեն Սարիբեկյան մարդ տեսակը, ով առաջին իսկ օրերին Արցախյան պատերազմի, ով զենք վերցրեց եւ մարտնչեց հանուն հայրենիքի, որ դրանից առաջ խորհրդային տարիներին եղել է նաև աղվանական պատերազմի մասնակից, կարող եմ ասել, դա միայն ամենամեծ հայրենասերը կարող է նման բան անել։
Եվ առ այսօր վերջին մեր իրադարձությունները ինքը պատրաստական զենքը ձեռքին ընկերների հետ միասին գնաց հանուն հայրենիքի պաշտպանելու մեր սահմանը։ Նժդե ջոկատ, Վանաձոր ջոկատ, Զորավար Անդրանիկ ջոկատ եւ Վրեժ ջոկատ ու մի քանի ջոկատներ Սարիբեկյան Կարենը Վրեժ ջոկատի հրամանատարներ, ինքն էր խմբավորել այդ ջոկատը ու մենք բոլորս էլ գիտենք, որ ինքը մեծ փորձ ուներ նաեւ աղվանական պատերազմից։ Ջոկատները, որ սահմանում ասենք ահազանգեր ելնում, էլ չէին նայում, որը որ ջոկատից է, ում հետ է գնում, որ իրար գլուխ էին կրնում, ասենք մեքենաների տրանսպորտի խնդիրներ էլ կար, միասին գնում էինք սահմանում էր գոտիներ, ես առաջի անգամ որպես զինվոր, որպես մարտիկ, որպես մարդ, որպես հրամանատար Սարիբեկյան Կարենին տեսել եմ այդտեղ մեր Իջևանի նոյեմբերյանի հատվածում եւ մի փոքր միջադեպ եղավ, ազերիների կրակում էին, բայց մենք կոնկրետ չէինք տեսնում, որ մասից են կրակում, մենք էլ իրանց գյուղներ կարծեմ, միտեղ հավաքված էինք, որ պետք է արդեն դիրքավորվենք, կրակոցի ուղղությունը տեսնում էինք, բայց կոնկրետ չգիտեինք, որ կողմից է, հետո հայտնաբերեցինք, որ այն դիմաց մի հատ անասնագոմ կար, այդ ուղղությունից էր, Կարեն ասեց, իմ հետ երկու հոգի թող կա, որ գնանք տեսնենք այդ կենտ կրակոց էր, էլի խմբակային ինչ-որ բան չէր։ Առաջինը ինքը զենքը վերցրեց, առաջ գնաց։ Էլ չսպասեց, ով կգա հետևից, կոնկրետ չասեց դու արի կամ մյուսին։ Ինքը վերցրեց զենքն ու առաջ գնաց։ Եվ հետո հանդիպել ենք, ասենք շատ առիթներ ա եղել, շատ ժամանակ ոսկեպարում կամ բաղանիս այդ կողմերը միշտ մեր խմբերը իրար հետ են մարտական գործողություն կատարել 92-ին հանդիպել ենք Մարտակերտում դեռ Մարտակերտը չէր հանձնվել Արաբոտ ջոկատի հետ միասին ինքը մեր եկել հրաձիկ մեր բանը Գրիգոր Կարգամալյան դիպուկահար ու մեր Վանաձորից էլ էլի տղեկ։ Այդ ժամանակ ես արդեն մեծնմուրած ջոկատում էի։ Այսինքն մեր Վանաձորի տղեկից մի 10 հոգի միացանք Զորավար Անդրանիկի ջոկատից։ Միացանք մեծնմուրած ջոկատին, որը գնում էր ասենք Մարտակերտ, գիտեինք այնտեղ էր թեժ մարտերը, այդտեղ այդ թեժ մարտերի ժամանակ հանդիպել եմ Սարիբեկյանին։ Ու դրանից հետո արդեն Քարվաճար ջոկատները կազմալուծվել էր եւ մեկ էլ էս 44 օրյա պատերազմում էլի Կարենը իր մասնակցությունն ունեցավ դե քարորյային էլ կար 44 օրյա այս պատերազմին որ մի քիչ չգիտեմ ինչ պատճառներով երկրապահներին ուշ զենք տրամադրեցին մենք իրար հետ նախաձեռնեցինք ու նորից ջոկատ կազմավորեցինք, գնացինք Քարվաճար։ Այնտեղ ինչքան որ ես Կարենին գիտեի, ինչքանով որ ճանաչում էի, որպես ընկեր զինակից եւ որպես մարդ, ել ավելի բաներ ես հայտնաբերեցի իր մեջ, որպես մարդ, որպես հրամանատար։ Իր այդ հոգատարությունը տղաների հանդեպ, իր նախաձեռնությունները, որ ասենք այս բանը սենց անենք, այն բանը այնց անենք, շատ աշխատանքներ տարվեց հենակետերի հետ ամրացմանը, բլինդաժների սարքման, վերանորոգման, ընդհանուր մատակարարման, խնդիր կար, որ ասենք տեղանքը անելանելի վիճակ էր, անանցանելի եւ տվյալ տեղի հրամանատարությունը խնդրի առաջ էր կանգնած, որ տեխնիկա չի բարձրանում, մատակարարումը դժվարանում է, Սարիբեկյանը կազմակերպեց ու Հայաստանից ձիեր բերին։ Մարի այդ ամենաբարձր հենակետերում մատակարարումը ապահովելու համար, շարժը ավելի արագ ու ռացիոնալ լինելու համար։ Էլ չեմ ասում, որ ասենք առավոտյան կանուխ պետքա պարտադիր
ինքը իր ձեռքով նախաճաշը պատրաստեր ու պարտադրում էր բոլորին, որ անպայման վեր կենան, հաց ուտեն, նոր գնան հանգստանան։ Տղեկից դժգոհում էին, դե հիմնականում երիտասարդներ էին, քնի կարոտ, դժգոհություն էին հատնում, ասում էին դե կամանդիր նոր ենք պոստը հանձնել, բան մի քիչ քնենք, հետո վեր կգնանք ուտենք, ասում էր չէ։ Պետք է բոլորս միասին հաց ուտենք, որ չգիտենք, մի ժամ հետո մեր գլխին ինչ կգա։ Կարենին գիտեմ որպես մարտական ընկեր, որպես ընկեր, որպես լավ մարդ, նա իր կյանքում իր գործունեությունով, թե աշխատանքային, թե մարտական, միշտ աչքի է ընկել իր քաջությամբ, մարդասիրությամբ, ընկերասիրությամբ։ Ղարաբաղյան շարժումից հետո 90-ական թվականներին Արցախյան պատերազմում մեծ դերակատարություն է ունեցել ջոկատներում եւ դրանից հետո վետերաններին, պատերազմի մասնակիցներին եւ Աֆղանստանի պատերազմի մասնակիցներին լինելով համ Եգրապայի վարչության անդամ, համ մարզի նախագահի տեղակալ Եգրապայի եւ Աֆղանստանի պատերազմի վետերանների նախագահ մարզի բավական մեծ աշխատանք է կատարել թե զոհվածների ընտանիքների, հաշմանդամների, բավականին տղաների աշխատանքի է տեղավորել եւ սոցիալական առողջապահական խնդիրներ է լուծել։ Կարեն Սարիբեկյանին ճանաչում եմ դեռ 2020 թվականին, երբ որ սկսվեց Արցախյան պատերազմը, այդ ժամանակահատվածում ես զբաղեցնում էի Քարվաճառում տեղակայված զորամասերից մեկի հրամանատարի պաշտոնը։ Կռվի առաջին իսկ ժամերից հետո Պետրոսյան ռազմիկը արդեն իսկ իր ջոկատի տղաներով ռազմի դաշտում էր եւ ներկայանալով ինձ զեկուցեց, որ դրանտար անցնում են ձեր ենթակայության տակ, խնդիրներ առաջադրեք եւ կոնկրետ չեմ կարող այս պայն նշեմ, նույն օրը թե հաջորդ օրը Պետրոսյանը ինձ ծանոթացրեց Սարիբեկյանի հետ, նշելով, որ մեր լավագույն ընկերն է, մեր Վանաձորի ջոկատի հրամանատարն է, մեր նվիրյալ հայորդիներից է։ Ես չէի ճանաչում, բայց պատիվ ունեմ, շնորհակալ եմ Պետրոսյանին, որ ճանաչում եմ Սարիբեկյանին։ Սարիբեկյանը ներկայացավ, ես փոխադարձաբար ծանոթացանք, ասեց, որ ջոկատ ունի, բավականին պատրաստված անձնակազմ է, ինքն էլ պատերազմի մեջով անցած, դեռ առաջի Արցախյան պատերազմում անցած եւ տիրապետում է բավականաչափ ռազմական գործին եւ ունի պատրաստված տեղ եւ խնդրեց առաջադրել խնդիր, թեկուզ եւ ամենածանր եւ ամենապատասխանատու տեղը առանց ոչ մի բան հաշվի առնելու, առանց ոչ ոքի չխնայելու եւ ինչքան որ զարմանալի է, նման բան քիչ է լինում, Սարիբեկյանն ասեց մեզ ոչինչ պետք չի, բացի մարտական խնդրից։ Սովորաբար ջոկատները, որոնք գալիս էին մարտական գործողությունների շրջան, տարբեր պահանջներ հրամանատարներին սրանով ապահովել, նրանով ապահովել։ Սարիբեկյանի պարագայում, Պետրոսյան ռազմիկի պարագայում նրանք իրենց ողջ հնարավորություններով էին եկել, իրենց ամբողջ ռեսուրսով եւ անհրաժեշտության դեպքում նաեւ աջակցում էին ինձ, մյուս ստորաբաժանումներին կամ մյուս ջոկատներին։ Ինչևէ, խնդիրը որոշեցինք, որտեղ ինչ հատվածում անցկացինք ուսումնասիրություն տեղանքի բավականին դժվար եւ պատասխանատու հակառակորդի համար մատչելի ուղղություններ եւ բարբերաբար փորձ էր արվել այդ ուղղությունով զարգացնել արձակումը, հաջողության հասնել, իհարկե ոչ մի ուղղությամբ Քարվաճառում չհաջողվեց նրանց։ Սարիբեկյանը ջոկատի հետ անմիջապես իր ղեկավարությամբ մեկնեցին առաջնագիծ ստանձնեցին առաջադրված մարտական խնդրի կատարումը եւ այդ ողջ ընթացքում ոչ մի անգամ չի եղել մի րոպե, մի անգամ որ ինձ անհանգստություն պատճառեն կամ իմ առաջխնդիր ներկայացնեն ինչ որ ապահովման կազմակերպման կամ խնդիրների առումով։ Փոխադարձ Սարիբեկյանը ինձ ինչա պետք է անտար ու ինձ ինչ որ պետք է եղել մարտի դաշտի համար ինժեներական կառույցներ կատարելագործման, որոշակի ապահովման տեսակների համար ընդհանրեն ինձ ասել է ինչա պետք մի թղթի վրա գրիտ ու հնարավորինս հաշված ժամերի ընթացքում այդ նյութական միջոցները հայտնվել առաջնագծում։ 98 թվականին Վազգեն Սարգսյանը արդեն փորձում էր երկրապահի տղաներին աշխատանքով ապահովելու խնդիրներ լուծել։ Կարեն Սարիբեկյանը
արդեն աշխատանք է ընդունվեց էլեկտրոցանցում։ Եվ ինչն է, հիմա բոլորը կվկայեն մեր ընկերներից, Երկրապահի տղաների մեծ մասը էլեկտրոցանցով ոնց որ անցել է։ Գումարտակի հետ եղել է, դիրքերը մասնակցել է, եւ նաեւ իր եւս տեղի ընկերներին եւ դրսի ընկերների հետ կազմակերպել ցանկացած այդ ջոկատի հետ կապված եւ նյութական եւ ցանկացած խնդիր, ես գիտեմ, որ ինքը իմ ջանասիրությամբ ինչ կազմակերպչական իր անտունակությունների շնորհիվ շատ հարցեր եւ նաեւ 44 օրյա այս հետո նաեւ դիրքերի բարեկարգման աշխատանքներին